Պարի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում տեղի ունեցավ Պարի տոնը ազգային ոգով մշակութային միջոցառումը, որին Երևանից ու մարզերից 42 խումբ մասնակցեց։ Ավելի քան 2000 պարողներ Կասկադի աստիճաններին պարեցին մշոխար, աղքտի քոչարի եւ նարե։ Միջոցառումը նվիրված էր նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր մեծ բարերար Ջերալդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ Պարի տոնը ազգային ոգով միջոցառման կազմակերպիչը եւ գեղարվեստական ղեկավարը Արթուր Հարությունյանն էր։ Նա դասավանդում է թատրոնի, կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնում, պարում է բարեկամություն համույթում ու Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Հայկյաններ պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է։ Այս մասշտաբային նախագիծը իրականացվել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանում եւ Հայաստանի մարզերում իրականացվել է ֆլեշմոբ։ Հնչել է ավանդական քոչարին, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Մայրաքաղաքի կենտրոնում ֆլեշմոբը իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հարակից տարածքում։ Հանդես են եկել բարեկամություն, Հայաստանի երգի պարի պետական, Հայաստանի պարի պետական, Բերդ եւ մի շարք այլ պարային խմբեր, համույթներ։ Ազգային պարեր են պարել մայրաքաղաքի վարչական շրջաններում ու հանրապետության մարզերում։ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի եզրափակիչ գալա համերգը։ Այն նվիրվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ ռեքվիեմը։ Համերգը ղեկավարել է հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։ Երեկոյին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգը կազմակերպել էին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Հովեր պետական կամերային երգչախմբի մենահամերգը։ Երեկոն նվիրված էր ֆրանսիական խմբերգային երաժշտությանը, ընդգրկելով տարբեր ժամանակների հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրախաղերով հանդես է եկել Հոլանդիայում եւ Բելգիայում։ Համերգաշարը նվիրվել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայի տոկունության արձագանքներ խորագրով համերգներ են իրականացվել Հոլանդիայի Ալմելո եւ Ամստերդամ, ինչպես նաեւ Բելգիայի Բրյուսել եւ Անտվերպեն քաղաքներում։ Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի անմահ ստեղծագործությունները։ Հյուրախաղերն իրականացվել են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության հրավերով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի մենահամերգը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ խմբավարը Գրիգոր Հարությունյանն է։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Երեկոյի ընթացքում հնչել են հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Երգչախմբին նվագակցել է քոլեջի ուսանողներից կազմված ժողովրդական գործիքների անսամբլը։ Արտասովոր ներկայացում է Խոստանում Սունդուկյանի անվան մայր թատրոնը։ Մայիսի 6-ին, 7-ին, 13-ին եւ 29-ին տեղի կունենա Կարլ Մարքս խոստովանություններ ներկայացման պրեմիերան։ Կենսագրական տրագիկոմեդիան հիմնված է Այնարս Կամոլինշի բողոքներ ռադիոներկայացման վրա։ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հրավերով Լատվիայից Հայաստան է ժամանել ռեժիսոր Հայկ Կարապետյանը։ Նա Լատվիայում օպերային բեմադրությունների ու ֆիլմերի ռեժիսոր է։ Պիեսի հեղինակը նույնպես Հայկ Կարապետյանն է։ 6 դերասաններ ներկայացնում են Կարլ Մարքսի կյանքի տարբեր փուլերը նրա ընտանիքի անդամներին։
Վրաստանի ազգային Սուխիշվիլի բալետը մայիսի 5-ին եւ 6-ին հանդես կգա Երևանում։ Համերգը կկայանա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում։ Իլիկո Սուխիշվիլին եւ Նինո Ռամիշվիլին 1945 թվականին Վրաստանում հիմնել են առաջին պրոֆեսիոնալ ժողովրդական պարի անսամբլը։ Այժմ նրանց թոռները Իլիկո եւ Նինո Սուխիշվիլիները ղեկավարում են 100 մարդուց բաղկացած խումբը, պահպանելով վրացական պարի շքեղությունը։ Սուխիշվիլի բալետը ավելի քան 200 համերգ է ունեցել աշխարհի 88 երկրում։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մայիսի 7-ին ժամը 19-ին հրավիրում է Ռոբերտ Ամիրխանյանի «Երգեր աշխարհի լեզուներով» հոբելյանական համերգին։ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայանա Հայաստանի պետական կամերային երգչախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, ֆիներեն, լատիներեն, ճապոներեն լեզուներով երգեր։ Ստեղծագործությունները կկատարվեն առաջին անգամ։ Մայիսի 6-ին ժամը 15-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համատեղ հրատարակած Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական ուրվագիծը գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։ Թանգարանի գիտաշխատողներն ու կոնսերվատորիայի դասախոսական կազմի անդամները հանդես կգան բանախոսություններով։ Ուսանողները կներկայացնեն պարահանդեսային պարեր։ Մայիսի 11-ին Հայաստանի երաժշտական ընկերության համերգասրահում Թաթուլ Ալթունյանի երգի պարի պետական անսամբլը հանդես կգա հայկական երաժշտությունը, երգերն ու պարերը համերգային ծրագրով։ Կներկայացվեն երգի պարի պետական անսամբլի լավագույն կատարումները։ Համերգի սկիզբը ժամը 19-ին։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է միասին նշելու նվագախմբի հոբելյանական 100-ամյակը։ Մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգա դաշնակահարուհի Յուջա Վանգը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Յուջա Վանգը հայտնի է իր վիրտուոզ կատարումներով, արտիստիզմով եւ բեմական հմայքով։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆիևի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։